Նախորդին Գեղամասար Արեգունի ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով 2 մարդ մահացել է, 5 տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել Վարդենիսի բժշկական կենտրոն։ Բժշկական կենտրոնից մեզ հայտնեցին, որ վթարի հետևանքով տուժած քաղաքացիներից 3-ի առողջական վիճակը բավարար է գնահատվում։ Նրանք թեթև մարմնական վնասվածքներ են ստացել։ Տուժածներից 2-ը տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ։ Նրանց առողջական վիճակը կայուն է։ Մեր տեղեկություններով տուժածները Ճամբարակ համայնքի Վահան բնակավայրից են։ Քննչական կոմիտեից էլ հայտնեցին, որ դեպքի առթիվ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուղղված պահանջները կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելու հատկանիշներով։ Կատարվում է նախաքննություն։ Նախաձեռնված վարույթի շրջանակում մեկ անձ ձերբակալվել է։ Մեր տեղեկություններով ձերբակալվածը վարորդն է։ Հիշեցնեմ, որ 3 ժամը 18:27-ին Ներքին գործերի նախարարությունն ահազանգ ստացել այն մասին, որ Գեղամասար Արեգունի ավտոճանապարհին Opel Magnishi ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից եւ հայտնվել Դաշտամիշյան հատվածում։